Լրատվական ռադիոյի եթերում քաղաքակրթությունից քաղաքականություն հաղորդաշարն է, բարի օր, տաղավարում Լիաննա Խաչատրյանն է։ Այսօր իմ հյուրը Կովկասի ինստիտուտի գիտաշխատող քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հրանտ, կուզենայի խոսեինք այսօր Եվրամիություն եւ Հարավային Կովկաս եւ մասնավորապես Վրաստան հարաբերությունների մասին։ Մենք գիտենք, որ Եվրամիությունում ակտիվ քննարկվում է Վրաստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացման հարցը, եւ բայց միշտ կարծես թե այս հարցը հանդիպում է որոշակի խոչընդոտների իդեմս հիմնականում, ինչպես ես եմ հասկանում, Գերմանիայի եւ Ֆրանսիայի, Ինչն է ստիպում բարձրացնել այս հարցը եւ ինչն է ստիպում այն կանգնեցնել ներկապահին։ Տեսեք, Վրաստանը ունի բավականին երկար պատմություն Եվրամիության հետ հարաբերությունների ու հիմա արդեն իրանք ասոցիացիան պայմանագիր են կնքել ու այդ ընթացքում արդեն եկել է այն պահը, որ ուզում են վիզայի ռեժիմի ազատականացման հասնեն, որպեսզի վիզաները համարյա հանվի Վրաստանի քաղաքացիների համար։ Դրա մասին վրացական քաղաքական գործիչները շատ երկար էին խոսում, տարիներ շարունակ իրանք խոստովանում էին ու արդեն օրերով հաշվում էին, երբ Վրաստանը կազատվի վիզաներից, օրինակ մի տարի առաջ ուղիղ վրացական մամուլում տպվեց հոդվածը Վրաստանը օրերն է հաշվում, երբ վիզաները հանվեն Եվրամիության հետ։ Իսկ հիմա արդեն այդ հարցի լուծման պահն է եկել ու պարզում է, որ հիմա ոչ թե Վրաստանը պատրաստ չի, այլ Եվրոպական միությունը։ Դա ունի մի շարք պատճառներ, որոնց մասին մենք հետագայում կխոսենք, բայց եթե ես չեմ սխալվում, նույն հարցի շուրջ քննարկումներ կան նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մեջ, այս ոլորտում ինչպես են ընթանում գործերը։ Իրականում այդ վիզայի ռեժիմի ազատականացումը այդքան էլ էական չի, որովհետև դա չի տալիս հնարավորություն քաղաքացիներին, որպեսզի իրանք գնան Եվրոպայում աշխատելու համար կամ մնան այդտեղ, միայն տուրիզմի համար է, տենց կարանք, եթե պարզաբանենք, ու փաստաթղթերի շարքը ինչ-որ մնում է։ Ուղղակի ստեղ դա ունի քաղաքական կոմպոնենտ, օրինակ հիմա քննարկվում է դա Վրաստանում, իսկ հոկտեմբերին Վրաստանում ընտրություններ են Իսկ վրացական կառավարությունը ուզում է այդ հարցը լուծվի մինչև այդ ընտրությունները, որպեսզի վաճառի քաղաքացիներին, որ տեսեք մենք ինչ-որ բանին հասել ենք։ Նույնը վերաբերվում է Մոլդովային օրինակ, այդտեղ էլ այդպես եղել ու նույնիսկ մեր մոտ, օրինակ Հայաստանում հիմա քննարկվում է եւ այս հարցը եւ նոր համաձայնությունը Եվրոպական միության հետ ու իշխանությունները կուզեին մինչև հաջորդ տարվա ապրիլը այդ հարցը լուծվի, որովհետև մայիսին ընտրություններ են, իսկ դա մի քիչ դժվար է լինում սենց այդ օրերին համապատասխանեցնել։ Իսկ ինչ վերաբերվում է ինչու մոռացա քո հարցը։ Ոչինչ, խնդիր չկա։ Ինչ էր քո հարցը, սպասի։ Ուզում եի հարցնել, թե ինչ վիճակում է, Հայաստան-Եվրամիություն բանակցությունները, ազատականացման վերաբերյալ։ Իսկ Հայաստանի բանակցությունները Վրաստանից մի քանի տարի հետ են։ Նույն օրինակ այս փուլը, որին Հայաստանը հասավ 2 տարի առաջ մասնակի ազատականացում ա եղել վիզաների, Վրաստանը դա մի քանի տարի շուտ է այդ նույն պայմանագիրը կնքել, նույնն էլ Հայաստանն էլ ուզում է ազատականացնի վիզաները, բայց ավելի դժվար է, որովհետև Եվրոպական միության ցանկությունների այդ ցանկը ավելի երկար է ու մի քիչ ավելի դժվար է դա իրականացնել, բայց ամեն դեպքում այդ օրակարգային հարց է Հայաստան-ԵՄ հարաբերություններում ու Եվրոպական միությունը դեմ չի սկզբունքորեն, որպեսզի այդ հարցը քննարկվի ու նույնիսկ արդեն ինչ-որ մասնակիորեն քննարկվել է ու ինչ-որ գործը արվում է։ Եկեք հասկանանք ինչ է տալիս ընդհանրապես, վիզայի այդ ազատականացումը եթե տեղի է ունենում։ Ասենք ինչ կարող է անել միջին վիճակագրական վրացին, երբ ասենք որոշումն ընդունվի եւ նա հեշտությամբ կարողանա մեկնի
Եվրոպայի ցանկացած երկիր։ Դա կնպաստի, ասենք, տնտեսական զարգացմանը, իր բիզնեսի զարգացմանը, ինչ կտա դա իրեն։ Առաջին հերթին իմ կարծիքով դա ունի սիմվոլիկ նշանակում, երկրորդ հերթին դա ունի քաղաքական նշանակում իշխանությունների համար, իրանք ասում են քաղաքացիներին, որ իրանք կստանան հնարավորություն Եվրոպական միություն գնալու։ Իսկ մարդկանց համար այդ նշանակում է, որ իրանք միգրացիայի հնարավորություն են ստանում։ Իրանց ոչ մեկը չի բացատրել, որ այդ հնարավորություն իրանց չի տրվում ու հակառակ այդ վիզայի ազատականացման գործընթացում Վրաստանը մի քանի պայմանագիր է կնքել, որը թույլ է տալիս Եվրոպական միության, որպեսզի դեպորտացվեն Վրաստանի քաղաքացիներ ինչ որ պատճառներով, եթե որոշվի այդ տեղի իշխանությունների կողմից կամ դատարանի կողմից, կամ որպեսզի նույնիսկ հիմա քննարկում են նոր նորման Եվրոպական միության մեջ, որ չեղյալ հայտարարվի ինչ որ պահին ազատականացումը, այսինքն եթե 2018 թվականին Գերմանիան որոշեց, որ այլևս չի ուզում ազատ վիզաների ռեժիմ ունենա Վրաստանի հետ, որպեսզի չեղյալ համարի այդ համաձայնագիրը, դա է քննարկում հիմա։ Այսպիսով իրականում Վրաստանի քաղաքացին ինչ է ստանում։ Նա ստանում է տուրիզմի հնարավորություն, կարճաժամկետ բիզնեսային ինչ որ գործողումների հնարավորություն, ուսման հնարավորություն, որը ավելի լայնանում է այսօրվա դրության հետ համեմատության մեջ, ու նաև իրանց բարեկամների մոտ գնալու հնարավորություն։ Բայց իրականում իհարկե Վրաստանի քաղաքացիներ որոշակի մասը կփորձեն Եվրոպական միություն գնալ, օրինակ Գերմանիա, եւ այդտեղ մնալ ինչ որ անօրինական մեթոդներով կամ ուղղակի ապաստան խնդրելով, հա, բայց դա օրակարգային չի Եվրոպայի համար, իրանք հակառակ չեն ուզում, որպեսզի դա լինի։ Հիմա ինչքանով կկարողանա, մի մասը կկարողանա, բայց իմ կարծիքով շատ փոքր մասը։ Հրանտ, նշեցիր, որ այնուամենայնիվ Եվրոպական միությունը կասկածամտորեն է վերաբերվում, հա, Վրաստանի հետ վիզայի ազատականացման խնդրին, մասնավորապես երևի թե վախենում են միգրացիայից, հա, անօրինական միգրացիայից, չնայած որ օրենքով վիզայի ազատականությունը չի նախատեսում ոչ մի միգրացիա, այսինքն տուրիզմ, որոշակի բիզնես ուղևորություններ կարելի է գնալ կարճաժամկետ հատվածում եւ վերադառնալ, բայց իրականում մարդիկ կարող են օգտագործել, հա, վիզայի ազատականացման այդ փոքրիկ, հա, պատուհանը եւ մեկնել Եվրոպա միգրացիա անօրինական միգրանտների թիվը աճեցնելով։ Լավ, ինչու է Եվրոպան վախենում, մասնավորապես վրացական, ինչու է վախենում օրինակ իսլամական երկրներից, հա, եկող միգրանտներից, ինչ որտեղ հասկանալի է, Վրաստանը ինչով կարող է վանել Եվրոպական միության երկրներին։ Շատ թե քիչ նույն պատճառներ են, որովհետև իրանք վախենում են հասարակական կարգի խախտումից, օրինակ անցած տարի շատ կտրուկ աճել է օտար երկրյա քաղաքացիների կողմից հանցագործությունների քանակը։ Անցած տարի Գերմանիայում օրինակ 2.5 միլիոն հանցագործություն ա եղել, որից 900,000 միգրանտների կողմից, մասնավորապես բավականին մեծ մասը սիրիացիների կողմից, բայց այդ թվում նաև վրացիների կողմից, Վրաստանի քաղաքացիները 8,085 հանցագործություն են արել Գերմանիայի տարածքում։ Դրանք համակարգված հա հանցագործություններ են, այսինքն մարդիկ գնում են Եվրոպա, հենց նախապես իմանալով գնում են հանցագործության։ Գերմանիան շատ է վախենում, ոնց որ դա հենց համակարգված հանցագործությունն է, իրանց թերթերում շատ հաճախ գրվում է, որ դա վրացական մաֆիան է, ու իրանք ասում են, որ Վրաստանը արտահանում է հանցագործություն դեպի Գերմանիա։ Տեսեք, 8,000 հանցագործություն, դա կարող է թվա, որ շատ մեծ թիվ չի։ Նույնիսկ վրացական թերթերում գրում էին, որ Վրաստանը, չգիտեմ, նախավերջի տեղում է հանցագործությունների քանակով Գերմանիայում։ Դա իրականում այդպես չի, որովհետև այդ ցանկը 25 առաջին երկրների, դա չի նշանակում, որ այդ հանցագործությունների
ոչ միայն քանակն է որոշում, հա, կարևորը այստեղ, որ Վրաստանի 22000 քաղաքացի, որը գտնվում է Գերմանիայում, արել է 8000 հանցագործություն, որը շատ մեծ թիվ է։ Թիվ եւ մարդկանց տոկոսային մարդկանց թվի համեմատած իրանց արած հանցագործությունների քանակը շատ մեծ է։ Տեսեք, Հայաստանում հիմա բնակվում է մինչև 3 միլիոն մարդ ու հանցագործությունների քանակը գրանցվել է 18000, եթե ես չեմ սխալվում։ Հիմա այդտեղ 22000 Վրաստանի քաղաքացին 8000 հանցագործություն բավականին մեծ հարաբերակցությունը, եթե ես չեմ սխալվում, միայն ալբանացիները ավելի մեծ այս հարաբերակցություն ունեն ու իրանց մաֆիային մասին էլ գրվում է շատ հաճախ գերմանական թերթերում։ Ու տեսեք, իհարկե այդ 8000-ից ինչ որ մի մասը կարող է մինչև 3000 լինի, դրանք հենց վիզայի ռեժիմի խախտման հարց լինի, հա, Գերմանիայում ապօրինի մնալու համար եւ այլն, բայց ամեն դեպքում այդ հանցագործությունները շատ են եւ Գերմանիայի թերթերում այդպես են գրում, որ վրացական, հա, ինչպես իրանք ասում են, վրացական մաֆիան Գերմանիայում կանչում է վրացիներին Վրաստանից, որպեսզի իրանք գան ու անմիջապես ներգրավեն այդ հանցագործության մեջ Գերմանիայի տարածքում։ Այս պահին կընդհատվենք կարճ լրահոսով, կվերադառնանք հաշված րոպեներ անց, հիշեցնեմ, մենք զրուցում ենք Կովկասի ինստիտուտի գիտաշխատող քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Նրանք, ովքեր մեզ հետևում են YouTube-ով, հաղորդման երկրորդ մասի հղումը կարող են տեսնել տեսանյութի ուղիղ ներքևի հատվածում։